պիտի թույլ չտալ, որ դա տեղի ունենա։ Դրա համար որ դա տեղի չունենա, կա մեկ հնարավորություն, այդ ուժերը, որոնք այս փուլում գիտեն, որ իրենք քաղաքական մեծամասնություն չեն շահելու ընտրություններով, ոչ միայն մեծամասնություն չեն շահելու, այլ ընդհանրապես շեմն անցնելու համար բավարար ձայներ չեն շահելու, կարծում եմ միակ շանսը որ կա, նրանք եթե կարողանան իրենց մեր ուժ գտնեն դուրս գալ ընտրություններից եւ շարունակեն, իրենց տոկոսները փորձեն բերել միացնել ընդդիմության այդ քաղաքական ուժերի տոկոսներին, նույնիսկ հետընտրական փուլում, եթե երկրորդ փուլ գնալու շանս լինի, ավելի համոզիչ, այսպես ասած, արդյունքներով կարելի է ընտրությունների երկրորդ փուլ գնալ։ Անշուշտ հիմա եթե որևէ քաղաքական ուժ կես տոկոս անցնալու, 1% անցնալու չի կարողանում շեմ անցնել, հիմա այդքան ասենք դե լավ 1% էր, կես տոկոս էր մի բան չի, բայց այդ 1%, կես տոկոսները հետընտրական փուլում եւ ընտրությունների արդյունքներն են ամփոփում բավական այդպես ասած դերակատարություն կարող են ունենալ, որպեսզի հենց առաջին փուլում հնարավոր լինի Նիկոլ Փաշինյանին հաղթել։ Սա օրենսդրական բավական մանրուքներ կան, ընտրական օրենսգիրքը եթե ժամ ունենաք, տրամադրված լինեք, հետարկված լինեք նման նյութերով, կա կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքեջի մեջ կարող եք գնալ այնտեղ բացել մանրամասնություններին, թե ինչպես է լինում այդ մանդատները, ինչպես են հաշվում այնտեղ կա։ Ես ոչ չեմ ուզում շատ խճճել ձեզ այդ թեմաների մեջ, բայց այնքանը ուզում եի ընդգծել, որ նաև երկրորդ փուլի հավանականությունը չպետք է բացառել եւ անտեսել եւ պատրաստ լինել նաև այդ փուլի համար։ Մեկը Նիկոլ Փաշինյանը հառաջիկա երկու շաբաթների ընթացքում իրավիճակը սրելու է։ Ինչու է սրելու, ես միշտ ասել եմ, ինքը մինչև ընտրությունները փորձելու անել այնպես, որ ինքը կարողանա բացարձակ մեծամասնությունը վերցնել, ինչը կարծում եմ այսօրվա տվյալներով բացառված է։ Հիմա ինչ անում, բռնաճնշումներ գործադրելով, այդպես ասած Թուրքիայից, Արևմուտքից աջակցություններ ստանալով փորձում է դրան հասնել, որ հենց ընտրությունների արդյունքներով կարողանա դրան հասնել։ Բայց եթե հանգարց ստացվեց այնպես, որ հունիսի 8-ի առավոտյան ինքը մեծամասնություն չունեցավ, լուրջ խնդրի դիմաց է կանգնելու եւ ինքը պատրաստվում է այդ փուլի համար։ Ես մի անգամ եմ ասել, հիմա եմ ասում, բացառված է այն, որ ինքը ժողովուրդ կանի փողոց, որտեղ ընտրությունները ինքն է կազմակերպել եւ հավակնում է, որ ընտրությունները թափանցիկ են, ազատ են, որովհետեւ լցոնումներ չեն լինում իր օրոք, թվեր չեն նկարվում, կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ իր թիմակից Նավակ Նովակիմյանը, հետեւաբար ինքը ում դեմ պետք է բողոքի ցույց անի, ում դեմ պետք է ժողովուրդ դուրս բերի, ինքը իր եւ իր նշանակած կենտրոնական ընտրական հանձնաժողովի դեմով ցույց չի անելու, ինքը իր թափածիկ ընտրությունների դեմ ցույց անի եւ դրա արդյունքները չընդունի։ Դա տրամաբանորեն ընդդիմությունը պետք է անի։ Հետեւաբար այդ պարագան բացառված է։ Իրեն մնում է համանadrական հնարավորություններից օգտվել, հատկապես հետընտրական փուլում ազդել ընտրությունների արդյունքների վրա, թույլ չտալ, որպեսզի իր ցանկության հակառակ մի բան տեղի ունենա։ Համանadrություն երկու հնարավորություն է ստեղծում, դա է որ ռազմական եւ արտակարգ դրության դեպքում ընդհանրապես ընտրություններ տեղի չեն ունենալու, այսինքն առաջիկա երկու շաբաթների ընթացքում եթե տեսնում եմ մի հատ իրավիճակ է ստեղծվում, որ ինքը ընտրություններում չի ախտելու անել այնպես, որ այդ ռազմական կամ արտակարգ դրություն հաստատվի եւ ընդհանրապես ընտրություններ չլինեն, կամ ընտրություններից հետո այս նոր օրենքով իրենք վավերացրեցին, եթե միջև ընտրությունների արդյունքների հայտարարումը ռազմական եւ արտակարգ դրություն հաստատվի, ընտրությունները չեն հայտարարվում արդյունքները, հետաձգվում է, հետո կրկին ընտրություններ, արդեն գիտեք փոփոխությունները։ Հիմա այստեղ այս երկու պարագաներում ռազմական դրության պարագան ամենահարգանքով ես ուզում եմ բացառել, որտեղ Նիկոլ այդքան անխելք չի, որ ռազմական դրության այդպես ասած իրավիճակ ստեղծվի նաև Ալիևը, քանի որ նրանց անհրաժեշտ է Նիկոլի համար բարձր այդպես ասած ռեյտինգ ապահովել, իսկ այս փուլում հարձակվել եւ պատերազմ տեղի ունենալը ավելի շատ կվնասի Նիկոլի վարկանիշին, քան կօգնի նրան, որտեղ կապացուցի, որ ընդդիմությունը ճիշտ էր ասում, որ Նիկոլը Ալիևի մարդն է, որ արդեն 4-րդ պատերազմն է բերում Հայաստանի գլխին, հետաբար ռազմական տարբերակով ես չեմ կարծում առաջնորդվեն, մնում է մեկ տարբերակ արտակարգ դրություն հաստատել։ Բայց այնպես էլ չի, որ Նիկոլը կարող է առավոտյան արթնանալ, ասել հիմա տրամադրեմ այսօր արտակարգ դրություն հաստատել, արտակարգ դրություն եմ հաստատում։ Դրա համար պետք է ինչ-որ հիմնավորումներ լինեն, ասենք հասարակական կարգը խանգարված լինի, լուրջ անվտանգային խնդիրներ լինեն հասարակության մեջ, եւ դա միակ հնարավորություն է ինքը այս պահին ունի, եւ հենց դրա համար էլ ինքը գնում է իրավիճակի սրմանը, հույս ունենալով, որ ընդդիմության ներվերի հետ խաղալով մի տեսակ ընդդիմության այդպես ասած համբերությունը կհատնի եւ կգնա ինչ-որ ծայրահեղ քայլի, որ ինքն համար հետո հիմք կստեղծի այդ արտակարգ դրության տարբերակից օգտվել։ Հետեւաբար պիտի մնալ այդպես ասած հավասարակշիռ
չտրվել Նիկոլի սադրանքներին, որպեսզի Նիկոլը չունենա արտակարգ դրություն հայստատելու նման հնարավորություն։ Այս ամբողջ բռնաճնշումներն էլ որ կան, իսկ կարծում եմ այս նույն ծիրի մեջ է իրականացվում եւ ոչ միայն Նիկոլն է դրանով շահագրգռված, ես ասել եմ, կան որոշակի ընդդիմության մեջ խավեր, որոնք դրանով շահագրգռված են։ Օրինակի համար եմ ասում, պատահական էր արդյոք, որ հենց առաջինը սկսեցին Անչանիկ Թևանյանով, Նիկոլ հայտարարեց, որ լիք այդպես ասած ինքը լրտեսների ցանկ ունի ընդդիմության շարքերում, բայց ինչու գնացին այդ ուղակի սկսեցին Անչանիկ Թևանյանով։ Մեկի վրա կենտրոնացան, որին անցած 1 տարվա ընթացքում ընդդիմության մեջ այդպես ասած տեղավորված մի ինչ-որ խումբ փորձում էր թիրախավորել ամենահիմար մեղադրանքներով։ Հիմա չխորանամ, արդեն գիտեք ինչի մասին է խոսքը։ Միայն ուզում եմ հասնել, որ այս ամեն ինչը պատահաբար տեղի չունենում, պատահական չեն։ Հիմա կապրենք, տեսնենք ինչ է առաջ գալիս։ Ամեն դեպքում այս ամենի հնարավորությունը գզերոյանա, եթե ընդդիմությունը պահպանի խոհեմությունը, ողջախոհությունը, համբերատարությունը եւ այս երկու շաբաթ էլ կարողանանք հանգիստ կերպով հասնել ավարտին, անկախ նրանից թե Նիկոլը ինչպիսի սրացումներ կունենա, ինչպիսի սադրանքների կգնա, մենք պիտի մնանք չափի եւ հավասարության եւ օրենքի սահմաններում, թույլ չտանք, որպեսզի Նիկոլը կարողանա դա միջոց ծառայեցնել ինչ որ այդպես ասած նպատակների իրականացման համար։